Սիրելի Աստծո ժողովուրդ, բարև բոլորիդ։ Փառք Աստծուն այսօրվա հիանալի օրվա համար։ Այսօր ես կուզենամ ձեզի հետ Տիրոջովս խոսամ վկայություններից։ Թող Տերս բացե իմ բերանս ու խոսամ այն, ինչ որ այսօր պատրաստել է բոլորիդ համար։ Ու խոսամ ինքան իշկանոր Սուրբ Հոգին կառաջնորդը։ Այսօր շատ եկեղեցիների մեջ ինչի համար են դեմ վկայություններին։ Ու շատ հաճախ կսեն մարդիկ կվախենան, մարդիկ կսարսափեն, մարդիկ Աստծուց կհեռանան, երբ որ կիմանան, թե ինչ տեղի կունենա դժոխքում։ Ուրեմն, գիտեք ինչի շատ հաճախ այդ ձևով կներկայացնեն, որովհետև ովքեր որ դժոխք ու դրախտ կեշտան, կուկան էլ եկեղեցուն, իժանց սեփական եկեղեցուն շատ շատերը էլ չեն ընդունել։ Ու գիտեք ինչի, որովհետև Աստված ցույց կտա, թե եկեղեցում ինչքան մեղքեր կա, ինչքան սխալներ կա, ինչքան փաստողումներ կա, որ եկեղեցու հովիվներից շատերը դժոխք են քնածե, որ մարդկային ձևով կանցկացվին ծառայությունները, նաև այն հավատացյալները, որոնց որ իժանք մեծ մասամբ որպես հեղինակություն են ընդունել, դժոխքի կրակների մեջ են։ Ու հիմնականում այդ տեսակի մարդիկ, որոնք որ պարզապես ունեցել են պասիվ վերաբերմունք Աստծո նկատմամբ, իրանք 5-րդ պորտալի մեջ կգտնվին, վկայությունների մեջ կա։ Неравнодушный ռուսերեն էցևի այդ բառը տված, որոնք որ неравнодушный են, այսինքն ամբողջությամբ Աստծուն նվիրված չեն ճանաչի Աստծուն, Աստծո կամքը չեն կատարել, պարզապես կմտածեն, որ 10 անոր տվեցին, զոհաբերություն տվին, ծառայող եղան եւ այլն, արդեն իսկ դիք Աստծուն հաճելի է։ Ուրեմն վկայությունները ես ինչի համար շատ կլսեմ, ես իմ անձնական կյանքից ես մի կվկայեմ այսօր ձեզի։ Տարիներ շարունակ այցելել եմ տարբեր եկեղեցիներ, Տերը սենցի տարե, ապաշխարությունից հետո ես իմ կյանքիս պատմությունը անցածս ուղին, ով որ չի նայե, թող նայե, ես տեղադրել եմ այս նախավերջի տեսանյութում, պարզապես կրնակ այդ տեսանյութը նայեք։ Ու ես տարիներ շարունակ ինքան բաներ եղել, որ պատերազմել եմ մեղքերի դեմ ու ես հաղթանակ չեմ կրնացել տանիմ։ Եղել է հովիվ քարոզիչ, որ ես լսել եմ ու ես զգացել եմ ճղճնությամբ ոգին իմ վրես հարձակում է գործել։ Ու ես վկայություններով եմ մենակ շատ հարցերի ճիշտ պատասխաններ լսել ու իմացել։ Որ այդ տվյալ հովիվը, որի մասին չկա գրված, Աստվածաշնչում անունը տրված չէ, գտնվի դժոխքի մեջ։ Թիբի Ջոշուայի մասին կխոսամ։ Եթե դուք բացեք Թիբի Ջոշուայի մասին, լսեք ռուսերեն տարբերակով է հիմնականում տեղադրված սարսափելի բաներ կպատմեն, ինք եղել է սատանիստ։ Բայց իրան նույնիսկ քաղաքապետներն են եկել իջածառայությունների մասնակցել եւ այլն, այսինքն այն մարդիկ, որոնք նմանապես ծախված են եղել սատանային։ Հիմա ինչ կուզեմ ասեմ, սիրելի մարդիկ, սիրելի հոգիներ, Այսօր մոլորեցնող վկիները չափից դուրս շատ են, կրոնավոր եկեղեցիները չափից դուրս շատ են, որոնք կարգել են վկայությունները, որովհետև վկայությունները կմերգացնեն շատ ճշմարտություններ։ Աստվածաշունչը ինքը շատ փակ գիրք է ու շատ կարևոր գիրք է ու ամեն մարդու Աստված իր գիրքը մեծ հեվով եմ կբացել։ Աստվածաշունչ կարդալը շատ կարևոր է։ Իսկ վկայությունը լսելը Աստվածաշունչի շարունակությունն է։ Ինչ որ վկայությունը Աստվածաշունչը պնդի կերակուրը ինքը չերով բացած թեզի կմտակարար է։ Այսինքն վկայությունների մեջ կա այնքան մանրամասնություններ, որ մենք չգիտենք։ Օրինակ կխոսացվի վկայությունների մեջ եւ հեռուստացույցի մասին, եւ հեռախոսի մասին, եւ սեռական մեղքերի մասին, եւ հագուստի մասին, ամեն ինչը մանրամասնորեն շատ կուտա վկայությունների մեջ, որոնք որ կրնանք լսենք։ Վերջերս որ մեր քուրը ինքը վկայեց, որ նոր 18 ժամ եղել էր դժոխքում ու դրախտում, ես նույն վկայությունը լսել եմ էլի որ 7 հատ պորտալ ունի, այդ քուրն է վկայեց, որ 7 հատ պորտալ ունի դժոխքը, այսինքն 7 տեսակի դժոխքի տանջանքի ձևեր կան կախված ամեն մեկի մեղքից։
Ես այդ նույն բանը լսի մյուս վկայության մեջ։ Ու այս վկայությունները լսելը դեռ համար ես կհամարեմ անհրաժեշտություն։ Ես իմ մասից նորից վկայեմ, ես տարիներ շարունակ պայքարել եմ, ճիշտը գտնեմ, Տիրոջը մոտենամ, մեղքերից ազատվեմ ու ոչ մի քարոզիչ, ոչ մեկը չի կրծենցի ազատագրում բերել, ինչ որ ես երբ որ լսեցի վկայությունները, իմ մոտս եղավ գերբնական այնքան աճ, ինչքան որ այս 20 քանի տարվա մեջ չէր եղել, երբ որ ես եկեղեցի կհաճախեի։ Գերբնական աճ 21 տարի մոտ արդեն ես ճշմարիտ ուսմունքի մեջ եմ, 5 տարի է վկաների մեջ եմ եղել։ Ու ես ինչի համար կսեմ վկայությունները լսեք, որովհետև վկայությունները շատ արմատապես կփոխեն կյանքեր։ Ու մի բան էլ ասեմ, ովքեր որ հիմնականում կեշտան դժոխքն ու դրախտը կտեսնին, շատերին որ եկեղեցի կան, էլ իրանք չեն ընդունվի եկեղեցու կողմից, որովհետև արդեն իրանք Աստված բաց է ցույց է տվել, մասներգելը սխալ է, իրանք հովիվը մեղքի մեջ է, որ եկեղեցում կարգ ու կանոնը Աստծո ուզածի պես չէ, որ մարմինը կիշխ է, հոգին ոչ թե հոգին Սուրբ հոգին կառաջնորդի, այլ մարմինը։ Հենց այդ պատճառով էլ երբ որ մարդիկ կեշտան ու կհանդիպին Հիսուսի հետ, արդեն կան եկեղեցում չեն ընդունվի, որովհետև առաջ այդ տվյալ մարդիկ ընդունել են իրանց սազները, հիմա կընդունեն արդեն Աստծո սազները, իսկ շատ դեպքերում Աստծո սազները շատ եկեղեցիներում չի ընդունվի։ Այ դեռ համարել մարդիկ շատ հաճախ կվանվին վկայություններ լսելուց։ Սիրելիներ, եթե կուզեք որ հոգևորապես շատ աճիկ ու ունենաք անձնական հարաբերություններ Աստծո հետ, շատ լսեք հոգևոր վկայություններ։ Նաև զգուշացնեմ, կան վկայություններ, որ Սատանեն վկայությունների պատերն է կենը։ Ես ինքս առնչվել եմ պես վկայության հետ կապած, որովհետև դսել եմ, որ վկայության մեջ ինքս էլ եմ թարգմանել, տեղադրի մալիկիս մեջ, հետո փակել եմ, տեսել եմ, որ սուտ վկայություններ։ Այս ամսվա մեջ Աստված ինձ սավսիկ բդեղնի ու ես արդեն օր ու ժամ կսեն այդ վկայության մեջ, այս իշպանը բդեղնի, դիք արդեն տիրոջից չէ, որովհետև Տերը օր ու ժամ չի սե, երբ կուկա կամ ինչ-որ բաներ կեն, այսինքն նշաններից պիտի հասկանանք։ Նաև կոչ կենեմ, որ ուշադրություն դարձնեք, պարզապես կան մոլորեցնող վկայություններ ևս դևերից, որովհետև այն ինչ որ Աստված կենե, Սատանեն է կենե, որ մարդկանց մոլորեցնե ու գցե իժականում հոգևորից։ Ուրեմն սկանը, ինչ որ այսօր կուզենայի ցույցի հոգևոր վկայությունների հետ կապած։ Եթե հարցեր կունենաք, կրնակ ինձ զանգահարեք 098 95 00 71 համարին։ Իսկ մեկնությունները կփակեմ, որովհետև Տերս պատվիրելու մեկնությունները փակեմ։ Եթե ինչ որ բաներ ունիք սելու, անձամբ ինձ կրնակ զանգեք ու սեք։ Մեկ է կուզենայի մամ աղոթեինք բոլոր եկեղեցիների համար, սիրելիներ, որովհետև այսօր բոլոր եկեղեցիներում ամայրյա բոլոր մոլորության ոգին շատ ուժեղ կտիր է, Տերս մի կառաջնորդ է աղոթքի, ես աղոթեմ, տեսնենք Աստված ինչ կսե, ուղղակի ուշադիր լսենք, երբ որ Տերս կտանի աղոթքի, նաև կխոսա։ Տեր ջան, կխնդրեմ ու կաղաչեմ, որպեսզի քո Սուրբ Հոգովդ տանես ինձ աղոթքի, քո Սուրբ կամքիդ պես։ Դու սեր ես ինձ կանչի ու պատասխան պիտի տամ ու մեծ ու խորհրդավոր բաներ պատմեմ պիտի, որոնք դու չիտես, ինչ չիտենք Տեր ջան, ինչ կուզես սես։ Դու սա Տերս։ Օրհնյալ ես իմ արքա։ Քո ողորմությունդ մեծ է, քո սերը անսահման է։ Դու տիրում ես ամբողջ ազգերին։ Դու լսնում ես մեր կարիքները լիությունով։ Քո սրբությունով, քո խոսքի ճշմարտությունը տարածում ես։ Բոլոր հոժար սրդոյով ուղիղների վրա։ Արթնացրու քնից շատ հովիվների Տերս։ Արթնացրու քնից, որոնք քնել են մեղքերի մեջ։ Դարձրու քո երեսը դիրանց Տերս, որովհետև շատ եկեղեցիներ դժոխք կեշտան, Հայրս։ Շատ եկեղեցու առաջնորդներ հոգիները ծախել են Սատանային, իրանց ոչ թե հետաքրքրել այն փաստը,
որ դու կենտաներն ես, այլ իրանք կենտաներն են եկեղեցու մեջ, չեն թողնոր քո Սուրբ Հոգիդ ազատ շարժվի։ Գաղութեմ այն հովիվների համար, որոնք շղթայված են եկեղեցիներում, որոնք չունին հոգու ազատություն, որ խոսան այն ինչ որ դու կբացես ու կպատվիրես իրանց։ Մի հատ մեկնություն այնքան տպավորեց ինձ, որ գրել էր քուրը, թե մի հատ աղբեր աղոթք էր, չեն թողոր ինքը թարգմանե, որովհետև քույր եղեք, բայց ինքը այնքան հզոր բաներ սկսեր, որ թարգմանեի շատերը կապաշխարեին։ Այս գերությունից ազատ է Տերս ու պատճառնի, որ շատերին կզրգեն հոգևոր վկայություններ լսելուց, որովհետև իրանց ձեռ չի տա հոգևոր վկայությունները, որովհետև երբ որ հոգևոր վկայությունները կլսեն, իրանց մեղքերը լրիվ կմերկացվի։ Կբիր այն բոլոր աղբերներին, որոնք կրոնի ոգով են բռնված, որոնք ոչ թե քո կամքու հետևից են, այլ կշտան եկեղեցու հետևից, որոնք ոչ թե կպաշտեն քեզի Տեր ջան, այլ իրանք կպաշտեն իրանց եկեղեցին ու իրանց հովիվներին, ու ոչ թե Հիսուս կքարոզեն, այլ կքարոզեն իրանց եկեղեցու օրենքները, կրոնավորությունը, որոնք որ քեզնից չեն ու հոգուցդ չեն։ Բաց արա քո ազգերիդ հոգու աչքերը, որպեսզի տեսնին ճշմարտությունը, որպեսզի քայլեն ճշմարտության մեջ, լուսավորե ամեն մեկի միտքը, սիրտը, անձը, դու փառքով փառավորյալ ես, Տերս, քո անունդ սուրբ է։ Դու բաց ականջները, չլսող ականջները, որպեսզի լսեն քո ձայնդ ու կատարեն քո կամքդ։ Փառք քեզի, փառք քեզի, փառք, 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 փառք։ Ողորմիր քո ժողովրդիդ Տերս, ինքան շատ են ապստամբ հոգիները, ինքան շատ են հպարները, խառասերներն ու փողասերները, հատկապես քո եկեղեցիներիդ մեջ, որտեղից որ դու շատ շուտվանից հեռացել ես։ Ամեն մեկին խոնարհություն հագցրու Տերս, ամեն մեկին խոնարհություն հագցրու Հայրս, որպեսզի ամեն մեկը վախենալ սովորեն քեզանից ու եկեղեցում միայն փորձեն քեզի փնտրեն Տերս ու քո հաճությունդ։ Ներիր քո ժողովրդիդ Տերս, ողորմիր իրանց Հայրս, որ գիտակցաբար ապստամբել են քո Սուրբ Հոգու դեմ ու կլռեցնեն քո հոգովդ վկայողներին, մարգարեներին ու այն մարդկանց, որոնք ունին պաշկևներ, չեն օգտագործել պաշկևներ ու եղերն է եկեղեցիների մեջ, իրանք կսպանեն հոգիներին, կսպանեն Սուրբ Հոգով ծնվածներին ու չեն թողնոր հոգին ապրեցնե ու իրանք մարմնով կսպանեն շատ շատերին։ Դրա համար շատերը եկեղեցի կեշտան ոչ թե ուրախացած ազատագրված դուրս կուկան, այլ հոգնած, ծանրաբեռնված ու ժասպար եղած ու զորով իրանց քաշտալով կտանեն եկեղեցի, որովհետև դու ընդեղ ներկա չես։ Հալելույա Տերս, փառք քեզ, փառք, 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 փառք քեզ։ Տերս իմ կողքս կանգնեցրու այն մարդկանց, որոնք անկեղծորեն կփապագեն քո խոսքդ լսել, քեզ ճանաչել ու մոտենալ քեզ։ Փառքերի ես արժանի, Հայրս։ Քո անունդ սուրբ է, դու լույսն ես մեր կյանքերի, դու ուրախությունն ես մեր սրտի, դու մեր բաժինն ես։ Թող որ քո կամքդ կատարվի ամեն մեկիս կյանքում, հավիտյանս, հավիտենից ամեն։ Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ լինի քո անունը, քո թագավորությունը թող գա, քո կամքդ լինի երկրի վրա, ինչպես որ երկնքումն է։ Մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր։ Ներիր մեր մեղքերը, ինչպես մենք էլ կներենք մեզ պարտականներին։ Եվ մի տար մեզ փորձության, այլ փրկիր մեզ չարից, որովհետև քոնն է թագավորությունը եւ զորությունը եւ փառքը հավիտյանս ամեն։ Սիրելիներ, փառք Աստծուն, իջա հզոր ներկայություն իջեցնելու համար այս վայրի մեջ։ Հույսով եմ, որ այն մարդիկ, որոնք որ Տիրոջից պատասխան կստանային այսօր Տերս, ինձ պես անարժանին օգտագործեց, որպեսզի դուք ձեր պատասխանները ստանաք։
Եթե ունիք հարցեր, կրնակ ընձի զանգարեք, հեռախոսահամարս կտեղադրեմ։ Մեկնությունների դաշտը փակ է, որովհետև ավելի ճիշտ կենոր ընձի զանգեք ու ամեն ձեր հարցերի պատասխանները անձամբ ընձնից ստանաք։ Եղեք օրհնված Հիսուսից զորավոր անունով, մնացեք Աստծո խաղաղության մեջ, մենք դեռ կշարունակենք մեր ծառայությունները անցկացնել։ Մեկ է մի հատ հարցի պատասխան կուզեմ ցեզի տամ, որ շատերը դիմանաք, ես իթունականների եկեղեցու անդամ չեմ։ Աստված իթունականների հետ կապված ընձի իժեք անգամ խոսացել է, ես այցելել եմ եկեղեցի, պարզապես այցելել եմ, անդամ չեմ, որ դուք չմտածեք, որ ես ամեն ինչի ճիշտը կսեմ, շիտակը կսեմ ու բաներ կա, որ հլը իրանց հետ կապված իմ մոտս բացված չէ, որովհետև վարդապետական ուսմունքներ կան, որոնց հետ ես համամիտ չեմ, համամիտ չեմ այն առումով, որովհետև հոգևոր վկայությունների հետ չի համապատասխանե, ինչևէ, բայց իրանց դեմ ոչինչ չունիմ, հակառակը էլի կմնամ նույն կարծիքին, որ ամենամոտը եսօր վկայություններին 50-ականների կամ հայաստանյա ցավադատյալ եկեղեցին է, սիկ իմ կարծիքս է։ Իմ կարծիքս է, որը հիմնվել է այս տարիների ընթացքում իմ ունեցածս ուսմունքների վրա։ Թող Աստված օրհնե եւ հայաստանյա ցավադատյալ եկեղեցուն եւ բոլոր եկեղեցիներին ու բոլորիս ու մտցնե ճշմարիտ խոսքի հնազանդության մեջ։ Եղեք օրհնված Հիսուսի զորավոր անունով։ Իսկ եթե Տերը ցեզի կառաջնորդե, կզգաք հոգու նմանություն, անցած ճանապարհի նմանություն ու ցանկություն կունենաք, որպեսզի մասնակցեք մեր ծառայություններին, ուրեմն կամ ունենաք հարցեր, կրնակ զանգահարեք, ընձի նորից կկրկնեմ համարը 098 95 0071 կամ +374 98 95 0071 համարին։ Բայց այս մոդակա իժեք օրը հիմնականում կրնակ WhatsApp-ից գրեք, ես իժեք օրից նոր կպատասխանեմ, որովհետև այսքան օրը շատ ծանրաբեռնված զանգերի եմ պատասխանե, հմի Տերս ընձի կմտցնե հանգստի մեջ, որն է այդ հանգիստը, որ ես ու Աստված իրար հետ պիտի խոսանք։ Աստված չի սիրում, որ մենակ դու կխոսաս մարդկանց հետ, պիտի լցվիս, որ լցնես, այսինքն պիտի լսես, որ Տիրոջից պիտի լսես առնիս, որ տաս քու հավատակիցներիդ։ Վերջ սկանը Տերս թող փառավորվի մեր կյանքերում, էլ չի առաջնորդի որ խոսամ, ամեն դեպքում փառք Աստծուն այն մարդկանց համար, ովքեր որ գտել են ճշմարտությունը ու ոչ մենակ գտել են, այլ կեշտան ճշմարտության հետևից։